Իսկապես բռնապետական կառույց է հիշեցնում, այս եկեղեցու մեջ գերիշխող է վախը, բոլոր այն մարդիկ, ովքեր որ ցանկություն են ունեցել իրենց կարծիքը բարձրաձայնելու կամ այլ կարծիք ունենալու, որը կարար դեմ լիներ ամենայն հայոց կաթողիկոսի կարծիքին, այդ մարդիկ ընդհանրապես կարծիք արտահայտելու համար նրանց բախտը եւ ճակատագիրը փոփոխության է ենթարկվել։ Իսկ այդ ամեն ինչի մասին փորձել եք անձնապես թե դուք, թե մնացած հոգևորականները, ովքեր տարբեր փուլերում խնդիրներ են ունեցել, անձամբ բարձրաձայնել հենց կաթողիկոսի մոտ, խոսել այդ խնդիրների մասին, առերեսվել ամեն դեպքում կաթողիկոսի։ Ես իմ բոլոր հարցազրույցներում անկեղծ ասած բարձրաձայնել եմ առայն, որ եւ խոսել եմ իմ առաջնորդ եպիսկոպոսի հետ այս հարցերի հետ կապված, եւ խոսել եմ ամենայն հայոց կաթողիկոսի հետ այս հարցերի հետ կապված, գիտեք, ճնշումները, որ գործադրվում էին, ես շատ լավ հասկանում էի, թե որտեղից է գալիս, որտեղից են սնվում, աղբյուրը որտեղից է, եւ ինձ համար այլևս հիասթափությունն էր ավելի մեծ, ինչու պիտի այն հոգեվորականը, որը որ եկեղեցու հեղինակության համար ոչինչ չի խնայում, որ այդ հեղինակությունը մշտապես բարձր լինի, ինքը պիտի հալածվի, ինքը պիտի ճնշվի, եւ այս ամենը ինձ համար տարօրինակ էր, եւ ես ներքին իմ զգացողությամբ, ինտուիցիայով ուղղակի տեսնում էի մեր եկեղեցու կործանումը, եւ այս կերպ բարձրաձայնելով սա փորձ է եկեղեցին փրկելու։